Իմիջայլոց, քանի որ Տիկին Ջեբեջյանն հարցը տալիս, օգտագործելով առիթը, բնականաբար ինքը դրա մասին չի հարցնի։ Պատիվ ունեմ խմբակցությունը այսօրվա ֆրակցիայի նիստում բնականաբար որոշում է կայացրել ամեն կերպ սատարել Տիկին Ջեբեջյանի երեկվա սկսած նախաձեռնությանը կապված էթիկայի հանձնաժողով պարոն Քոչարյանի գործունեության տխրահռչակ գործունեության արդեն որերորդ դրվագով տխրահռչակ գործունեության հետ կապված այնտեղ առկա են որոշակի իրավական մանրամասներ, բայց պատիվ ունեմ խմբակցությունը իր բոլոր հնարավորություններով սատար կկանգնի այդ նախաձեռնությանը։ Ինչ հարց կար, որ չպատասխանեց։ Խաղաղության պայմանագրի հետ կապված։ Քիչ առաջ Ալեն Սիմոնյանը ըստ էության չհերքեց, որ կան երկրներ, որոնց ձեռնտու չէ այս պահին հայ-ադրբեջանական այսպես այդ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ձեր կարծիքով ո՞ր երկրին կարող է ձեռնտու։ Ես չհանդգնեմ էլի քպայականի մտքի թռիչքը մեկնաբանել, ես գոյություն չունեցող բաներ չեմ մեկնաբանում, բայց այնուամենայնիվ մի քանի կետ էլի պարոն Սիմոնյանի նշածներից։ 1. Նորստեղ կանգնած Ադրբեջանի փաստաբանությունն էր անում, ասում է դե բաներ կան, որ Ադրբեջանն էլ է համարում, որ Հայաստանը լավ չի անում։ Կարող եմ մի հատ էլ քարոզ էստեղ կարդան Ադրբեջանի քպայականները, հաջորդ կետ։ Բացի դրանից, պարոն Սիմոնյանը շատ զարմացած էր, թե ինչով է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կապված այդ թվում նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Ես ուզում եմ հիշեցնել 3 տարի շարունակ Փաշինյանը երբ խոսում էր, ասում էր այդ թվում նաև Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի արդյունքում տեղի է ունեցել այս ամենը, մեկը մյուսի հետ փոխկապակցված է եւ այլն եւ այլն։ Այնպես որ դրանք իրար հետ կապը տեսել է Փաշինյանը, այլ ոչ թե ես ու պիտի փորձեմ դրանք հերքել։ Եվ ամենահետաքրքրականը ես այդպիսի բան չեմ հիշում, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աթոռին նստած մարդը վեր կանա ու ասի, որ Հայաստանը որպես կանոն չէր ընդունում այս կամ այն բանակցային առաջարկները, Ադրբեջանը տենց էլ համարում էր դրա համարել խաղաղության պայմանագրի այսպես կոչված հետ ունեն այս արձագանքը Ադրբեջանից։ Եթե տեքստը հարմար է որևէ պայմանագրի մեր ու Ադրբեջանի միջև, դա պիտի աշխատի։ Աշխարհաքաղաքական համատեքստը այս պահին աշխարհում շատ բարդ է առհասարակ որևէ պայմանավորվածության հասել, էլ ուր մնար Արարատ Միրզոյան, Նիկոլ Փաշինյան հանճարական զույգի գործունեության համար, բայց դա առանձին պատմություն է։ Նաև մի շատ հետաքրքրական բան կա։ Ռեալ իրենք ուզում են համոզած լինեն, որ Ադրբեջանը չէր հավատում, Ադրբեջանի համար անընդունելի զարմանալի էր, որ Հայաստանը ընդունել է այդ առաջարկները, այսինքն նույնիսկ Ադրբեջանն է հասկանում, որ Հայաստանի համար ինքնասպանություն են այդ առաջարկները, այսինքն այնքան վատն է տեքստը ես դեռ չեմ տեսել, գիտեմ այնքան ինչքան հրապարակ են, որ նույնիսկ ըստ Ալեն Սիմոնյանի Ադրբեջանը չէր հավատում, որ Հայաստանը ընդունելու է այդ կարգի կարելի է նաև անվանել կրկնակապիտուլյացիան։ Սա Ալեն Սիմոնյանի այսօրվա ճեպազրույցը ուղղակի ինքնախոստովանական էր։ Ավելին ասեմ, կապված այն գործընթացի հետ, որ իրենք իրականացնում են։ Իրենց նոր թեզը, չգիտեմ, SMS-ով են բաժանում, ինչով են բաժանում, այնտեղ բոլոր կետերը երկկողմանի են։ Դա մարազմի գագաթնակետն է։ Ես ծխող եմ, դուք ծխող չեք։ Եթե ես եւ դուք հիմա պայմանավորվենք, որ սկսած վաղվանից մեզանից որ մեկը առաջինը ծխի, մյուսին վճարում է $1000, դա երկկողմանի պայմանագիր է, չէ՞։ Բայց դա աբսուրդ է, որովհետեւ դուք ծխող չեք, ու այդտեղ ամենահավանականը, որ կպարտվեմ ես եմ։ Ու այդպես այդ պայմանագրի արդեն իսկ հրապարակայացված բոլոր կետերն են։ Իհարկե, ձևակերպվում է դա որպես երկկողմանի, բայց այնուամենայնիվ բովանդակության մեջ վերջնարդյունքում դա Հայաստանի Հանրապետության զիջումն է։ Եվ մի հետաքրքրական կետ էլ, իրանք իրանցով, իրանց ԱԳՆ փոխնախարարը, նախարարը, Փաշինյանը չեն կարողանում հասկանալ հիմա այդ պայմանագրում իրենց իսկ բացահայտմամբ տեղ գտած երրորդ երկրների ուժերի սահմանի երկայնքով տեղակայման արգելքը տարածվում է եվրոպական դիտորդական առաքելության վրա, թե չի տարածվում։ Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությունը օտարերկրյա կամ երրորդ երկրի ուժ համարվում է, թե չի համարվում։ Սրանից 2-3 տարի առաջ ես հիմա չեմ պատրաստվում երկար քննարկել, թե արդյունավետ էր, թե արդյունավետ չէր կիրառումը, անհրաժեշտություն էր, անհրաժեշտություն չէր։ Հիմա մենք քննարկում ենք այլ բան։ Փաստորեն Ադրբեջանի պահանջով այդ
թեկուզ 0.0 կարևոր չի թե ինչքան տոկոսով Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ավելացնող գործոնը վերացվելու է։ Տղերք, 2 տարի առաջ դրա հակառակն էիք ասում եք, որ դա փրկություն է, առանց դրա հնարավոր չի եւ այլն եւ այլն։ Հիմա այտենց հեշտ, ինչի եք պատրաստ դրանից հրաժարվել։ Մամիջանյան, հա, կտաս միկրոֆոն։ Մեկ իշեիր հասկանալու։ Պարոն Մամիջանյան, ավարտվեց Սերժ Սարգսյանական եւ Քոչարյանական թևլի մենամարտը, թե պարզապես ժամանակավոր հրադադար է։ Ես այդպիսի ձևակերպում չէի տա։ Երկար տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Սերժ Սարգսյանի անկուսակցական աջակիցները հանդուրժում էին Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող այս կամ այն վարձու կնոպկայով խոսացող եւ արարող գործիչների մանր հարձակումները։ Ինչ որ պահից սկսած մենք այլևս դա հանդուրժելու համբերություն չունենք։ Մեզ մեկ սուտ ասողը կստանա 10 ճշմարիտ պատասխան։ Փառք մեր մասին բոլոր սուտ ասողների տակ այնքան կեղտ կա, որ անվերջ կարելի է դրա մասին խոսել։ Ուստի մենք չենք սա սկսել, մենք էլ չենք կարող ասել, թե երբ կավարտվի։ Լսել եմ նորմալ էի հարցը։ Հետաքրքիր է, դուք չեք ասում, որ ձեր դեմ ապատեղեկատվություն կամ կեղծիք եք Նոր ասում։ ասեցի։ Դուք ասում եք մեր դեմ բան ասողին, մենք 10 կասենք։ Ուշադիր չէիք լսում, պարոն Կերեսյան։ Մեր մասին մեկ սուտ ասողին մենք 10 ճշմարտություն կասենք։ Նորմալ է դա թե ոչ, դա ահավոր է, բայց թող մտածեն դրա մասին նրանք, ովքեր դա սանձազերծել են։ Ձեր դեմ մարդկանց էր վարձել, ասում եք վարձու մարդիկ։ Պարոն Կերակոսյան, ես ինչքան ժամանակ մենք իրար հետ աշխատում ենք, ես եթե ինչ-որ մի բան ուզում եմ ասել, ասում եմ այնքան է, ինչքան ուզում եմ ասել։ Ես արդեն պատասխանել եմ, պարոն Կերակոսյան։ Արդեն պատասխանել եմ, պարոն Կերակոսյան։ Մի հարց, նոր քիչ առաջ Անիտ Սիմոնյանը ասում էր, որ երբ որ բանակցություններից էինք խոսում Ադրբեջան-Հայաստան, ասում է ժամանակին մենք սխալ ենք մեզ պահել, որովհետև երբ որ հարձակվում էին մեր վրա, որ մենք բողոքում էինք աշխարհը լուռ էր, նշանակում է ժամանակին սխալ պահված։ Տեսեք, ուրեմն երկու մասով պատասխանեմ էլի, մեկը որը շատ լայք է հավաքելու ուշատվի ու հետո բովանդակայինը։ Երևի պարոն Սիմոնյանը ճիշտ է, մենք ժամանակին սխալ էինք անում։ Երբ որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ Արցախի պաշտպանության բանակում գործում էր 1-ին 10 պատասխանելու սկզբունքը, որը կարևորագույն զսպող մեխանիզմներից էր։ Մենք սխալ էինք, պետքա իրանց պես ձեռքներս վեր բարձրացնեինք ու Փաշինյանի պես ասեինք՝ ուրա, թուղթ տվեք ստորագրեմ, թուղթ տվեք ստորագրեմ, մենակ տվեք ստորագրեմ։ Երևի թե իրենք ճիշտ են 30 տարի բանակցել ու անել ամեն ինչ, որպեսզի արդյունքում հայանպաստ փաստաթղթեր, հայանպաստ դրույթներով եւ հայանպաստ ռելսերով ընթանան բանակցությունները, կազանը ձեզ օրինակ։ Պետք էր այդպես չանել, պետք էր իրենց պես վեր կանալ ու ադրբեջանական թեզերը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի շենքից տարածել։ Երևի պետք էր Նիկոլ Փաշինյանի պես մաքուր ադրբեջանական թեզ, ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որոնք կապ չունեն բանակցային գործընթացից, դրանց մասին անընդհատ խոսել։ Երևի թե պետք էր Արարատ Միրզոյանի պես այնպիսի փաստաթուղթ, որը նույնիսկ Ադրբեջանը չի բերել, Ալմատայի համաձայնագիրը, որը կապ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, որտեղ Լեռնային Ղարաբաղը այդ ժամանակ արդեն անկախացած էր օրենքի տարին համապատասխան Խորհրդային Միության սահմանադրության, երևի պետք է իրենց նման, իրենց պատկերացում բերեինք, ասեինք, տեսեք, այստեղ փաստաթուղթ կա, որը Ադրբեջանի շահերից է բխում։ Իսկ ինչ վերաբերում է միջազգային հանրությունը ինչ արձագանք էր տալի, ես ուզում եմ հիշեցնել իրենց ապրիլյան քառօրյա պատերազմը, որի ժամանակ Մինսկի խումբը, ոչ թե համանախագահները, Մինսկի խումբը, որի անդամ է հանդիսանում նաև Թուրքիան, հստակորեն ասել էին, որ անընդունելի է ագրեսիան Ադրբեջանի կողմից, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան փաստացի կողմ էր եւ Ադրբեջանի հետ պայքարում էր ագրեսիայի էր ենթարկում Արցախը եւ Հայաստանը, իսկ դրանից մի քանի ամիս առաջ դիվանագիտության ռահվիրա Լիլիթ Մակունցը ասում էր, որ Թուրքիան հաստատ չի ներգրավվելու որևէ կոնֆլիկտի մեջ կամ միջազգային հանրության այլ արձագանքներից։ Մենք կնքում էինք Եվրոպայի հետ ՍԵՊԱ, որում հստակ նշվում էր 3 հիմնարար սկզբունքները, այդ թվում նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։ Իսկ իրանք եվրոպացիքին փորձում են խաբել
փուչ մի օրինագծով, որը իրենից մեկ նախադասություն է ներկայացնում եւ նույնիսկ ազգային ժողովի իրավական տեխնիկայի համար պատասխանատու վարչությունը ասում է, որ սա օրենք չի, սա ուղղակի չի կարելի ընդունել։ Այդ փաստաթղթից բացի վնասից որևէ բան լինել չի կարող եւ եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ մենք ենք հանդիսանում են քաղաքական ուժը, որը ժամանակին սեպայի բանակցություններն է տարել եւ հաջողությամբ կնքել, հենց այդ նույն սեպան է հիմա հանդիսանում Հայաստանի եւ ԵՄ-ի միջև հարաբերությունները կարգավորող կարևորագույն փաստաթուղթը եւ 3 Պարույր Հովհաննիսյանը ԱԳՆ փոխնախարար ասում էր, որ իրանք ինչ-որ բան են բանակցում, որը առաջին անգամ անվտանգության մասին հիշատակում է ունենալու Հայաստանի եւ ԵՄ-ի միջև։ Ես դրա մասին 3 գրել եմ իմ Facebook-յան էջում։ Թող բացի նորից նայի սեպան, այնտեղ առանձին գլուխ ու վերնագիր կա անվտանգություն։ Մի հատ ներքինի մասով, այսինքն երկրի ներպետական անվտանգության հետ կապված, մի հատ էլ արտաքին անվտանգության հետ կապված, առանձին մաս է։ Այնպես որ այդ աննախադեպության մոլուցքը ես այս իշխանությունների չեմ հասկանում։ Պատասխանեցի բոլորին։ Շատ շնորհակալություն։